Պարոն Բեգլարյան, ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել տեսալսողական մեդիայի մասին օրենքի փոփոխությունների, որոնք կարող են էականորեն սահմանափակել խոսքի ազատությունը։ Նախագծով արգելվում է ատելություն եւ խտրականություն սերմանող խոսքը, բռնության պատերազմի քարոզը, օտարերկրյա ծրագրերով ՀՀ ներքաղաքական յանքին միջամտող բովանդակությունը։ Որտեղ է ձեր գնահատմամբ խոսքի ազատության եւ խտրական խոսքի սահմանը, ով եւ ինչ չափանիշներով պետք է այդ սահմանը գծի։ Սահմանադրական հիմքը հստակ լինի, որպեսզի օրենքներով այդ սահմանափակումները մտցնեն։ Այստեղ ավելի շատ ոչ թե կարգավորումների հարց է, նորմատիվ իրավական, այլ պրակտիկայի հարց է։ Այսինքն որքանով քաղաքական կամք կա, որ պետական մարմինները այդ հարցում հետևողական լինեն եւ նույնական մոտեցում կիրառեն, ոչ թե իրենց քաղաքական նկատառումներից ելնելով երկակի ստանդարտներ կիրառեն։ Հիմա ենթադրվում է թե ինչ է հեսա նախաձեռնել, բայց մյուս կողմից մենք արդեն նախընթաց տարիներին տեսել ենք ատելության խոսքի բազմաթիվ դրսևորումներ եւ ներքին պառակտման եւ թշնամանքի, որոնք եթե իշխանության կողմից են եղել ոչ մի կերպ չի պատժվել կամ իշխանության թեզերի շրջանակներում է եղել, այդ ում արցախցիների դեմ, իսկ եթե իշխանության դեմ է եղել նույնիսկ չի եղել օրենքի խախտում, բայց իրենց համար դա տհաճ է եղել, մինչև վերջին հնարավոր ձևը պատժել են։ Այսինքն նույն ռիսկը հիմա էլ կա, որ այս փոփոխությունները կարող են երկակի կերպով օգտագործվել եւ ոչ միանշանակ կերպով, իսկ ատելության խոսքը ցանկացած պարագայում անընդունելի է, պետք է հետապնդվի, կանխվի, պատժվի, թշնամանքի տարածում եւ այլն, բայց վստահության լուրջ խնդրեմ կա այս իշխանությունների պարագայում, թե իրենք ինչպես կօգտագործեն այս կամ այն օրենսդրական կարգավորումը։ Այսինքն չկա երաշխիք, որ նման ձևակերպումները չեն օգտագործվի ոչ ցանկալի բովանդակություն լրացնելու համար։ Իհարկե չկա, բայց նույնիսկ առանց այդ ձևակերպումների ու կարգավորումների իրենց որ պետք է լինում լավ էլ լրացնում են։ Այսինքն կարող է ստացել, որ պետությունն է, չէ, որոշելու, որ խոսքն է վտանգավոր, որը վտանգավոր չէ, ոչ թե դատարան։ Միևնույն է, պետությունն է որոշում, որովհետև իրավական ակտեր սահմանողն էլ, նորմեր սահմանողն էլ պետությունն է, կիրառողն էլ պետությունն է։ Խնդիրը այն է, թե պետական համակարգը եւ իշխանությունները որքանով հասուն են, որ արդյունավետ իրավաչափ սահմանափակումներ մտցնեն եւ կիրառեն եւ դա արդարացի կերպով կիրառեն։ Եթե ատելության խոսքն ու խտրականությունը արդեն քրեորեն պատժելի են, ինչու է դրանք կրկնակի ամրագրվում տեսալսողական մեդիայի մասին օրենքում։ Իրականում ես ենթադրվում է առնվազն դեր ներկայացրածը հաշվի առնելը, որ իրենց համար լրացիչ ազդեցության լծակ են կիրառում, պլյուս նախապատրաստվում են ընտրություններին կամ նախընտրական քարոզարշավի փուլին, որպեսզի ըստ կարիքի իրենք կարողանան ավելի մեծ հայեցողության հնարավորություն ունենալ։